Մեր իրավաբանական ընկերությունը հրապարակել է 140 էջանոց փաստաթուղթ, որտեղ դատապարտում ենք այն, ինչը մենք որակում ենք որպես Եվրամիության արկածախնդրություն Հայաստանում։ Ըստ էության, Եվրամիությունը բարձրակարգ մասնագետների խումբ է գործուղել Հայաստան ալգորիթմները խեղաթյուրելու և այնպիսի նյութեր հեռացնելու համար, որոնք իրենք համարում են օտարերկրյա միջամտություն։ Տիկնակ և պարոնայք, սա ժողովրդավարություն չէ, սա միջամտություն է ընտրական գործընթացներին։ Ես հորդորում եմ հայ ժողովրդին գնալ և քվեարկել, քանի որ ակնհայտ է, եվրոպացիների շահերից է բխում ապահովել Փաշինյանի հերթական կառավարումը։ Դա երևում է ամեն ինչում, պարոն Փաշինյանի հետ իրականացվող քարոզարշավից մինչև Հայաստան գործուղված այս հիբրիդային թիմը, ինչպես նաև այն լռությունը, որը պահպանվում է իմ վստահորդի, ընդդիմադիր գլխավոր առաջնորդներից մեկի նկատմամբ, որին թույլ չեն տալիս քարոզարշավ իրականացնել։ Եվրոպան հստակ ցույց է տվել իր ընտրությունը, որը Հայաստանի համար ճիշտ ընտրություն չէ։ Եվ ես սա ասում եմ ամիսներ շարունակ ուսումնասիրելով Հայաստանի վիճակը։ Միանգամայն պարզ է, որ մենք մի իրավիճակում ենք, երբ Հայաստանում աղքատության և տնտեսական ցուցանիշները տեղից չեն շարժվում, սակայն Փաշինյանը շարունակաբար հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր կարող են մարտահրավեր նետել իր ավտոկրատիկ վերահսկողությանը։ Նա հորինել է այսպես կոչված իրական Հայաստանի հայեցակարգը, բայց այդ իրական Հայաստանը իրականում Հայաստանը չէ, այն գոյություն ունի միայն իր գլխում, որովհետև նա մոռանում է Լեռնային Ղարաբաղի մասին, նա մոռանում է եկեղեցու մասին, որը ցանկանում է վերակառուցել։ Նա վերաձևում է երկիրը հարմարեցնելով այն Ադրբեջանի և ԱՄՆ կառավարությունների ցանկություններին ու շահերին։ Ըստ էության, սա համաշխարհային պատմության այն եզակի դեպքերից է, երբ տեսնում են քաղաքական առաջնորդի, որն այսքան բացասաբար է գործում սեփական ժողովրդի պատմության, մշակույթի և կրոնի դեմ։